Հրապարակը գրում է շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների հրավիրած հանրահավաքի վերջին բոլոլա է եղել հանրահավաքին եկած Արցախի քաղաքական հասարակական մի խումբ գործիչներ վերջում հրապարակի մատույցներում նկատել են Արցախի նախկին անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին ու պարզաբանումներ պահանջել, թե ինչ է իր բանակցում Ադրբեջանի հետ, որ վերջում Արցախն ընկավ։ Թերթը հիշեցնում է 44-օրյա պատերազմից հետո Բալասանյանը ջերմ հարաբերություններ ուներ խաղաղապահների հրամանատարության հետ ներգրավված էր ադրբեջանցիների հետ բանակցություններում։ Վիտոին մեղադրել են պատերազմից 2 տարի անց փառուխը հանձնելու մեջ։ Բալասանյանն ասել է, որ ինքը կապ չունի, նրանց մեղադրանքների հասցեատերը չէ, փառուխն էլ չէր կարող հանձնել, քանի որ ինքը եղել է անվտանգության խորհրդի քարտուղար ու չէր կարող զորքի հետ քաշման հրաման տալ։ Այդ հրամանը տվել է պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը եւ նրանց ուղղորդել է Վարդանյանի կողմը։ Ներկաները տպավորություն են ստացել, որ Վարդանյանը Հայաստանի իշխանությունների հետ ջերմ հարաբերությունների շնորհիվ է, որ կորուստների համար պատասխանատվության չի կանչվում։ Ժողովրդի տեղեկություններով արցախցիները հաջորդ շաբաթ նախատեսում են մեծ հանրահավաք իրականացնել, այն ուղղված է լինելու վերադարձի իրավունքի ապահովմանը, Բաքվից գերիների վերադարձին, Արցախում գտնվող նյութական մշակույթի պահպանմանը։ Թերթը նշում է, տրամադրվող սոցիալական աջակցությունը ապրիլի 1-ից գործելու է մասամբ։ Արցախցիները նաև սոցիալական խնդիրներ են բարձրացնելու ու հորդորում են, որ մինչև բնակարանով ժողովրդին ապահովելը 40 գումարած 10,000 դրամի աջակցությունը գործի, ինչպես նրանք ասում են, այս պահին այլընտրանք չունեն։ Առաջարկվող բնակարանային ծրագրերից դժգոհ են բռնի տեղահանված մեր հայրենակիցները, կառավարության կողմից առաջարկվող բնակարանային ծրագրից արցախցիների դժգոհության մասին փաստում են անգամ ծրագրից օգտվողների ու դիմողների թվերը։ Այսօրվա դրությամբ բռնի տեղահանված արցախցիներից հավաստագիր է ստացել 3%, բնակարան 0,2%։ Արցախցիները համարում են, որ պետության կողմից առաջարկվող բնակարանային ծրագիրը լավ արդյունք չի կարող ունենալ ու նպաստելու է արտագաղթին կամ հենց Հայաստանի ներսում ներգաղթի, գյուղից գյուղ, մարզից մարզ, քաղաքից քաղաք։ Հրապարակում էլ կարդում ենք Վիլեն Գաբրիելյանի հետ կատարվածը ճոճել է ՔՊԻ նավը, ֆրակցիայից մի թվար զանգված պատրաստվում է քննարկման առարկա դարձնել падգամավորների վարքը, որոնք պարբերաբար աչքի են ընկնում ոչ ստանդարտ պահվածքով ու մնում են անպատիժ, մինչդեռ Գաբրիելյանին համայնքը չներեց, Դիցուկ Ալեն Սիմոնյանը թքեց, Արթուր Հովանիսյանը, Ռուստամ Բաքոյանը սպառնալից հայտարարություններ արեցին, Վահագն Ալեքսանյանն աքացի տվեց, Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողներին ու ոչ ոք չպատժվեց, անգամ հրապարակային ներողություն չխնդրեց, անսասան մնացին իրենց տեղերում։ Եթե Վիլենին չի կարելի, ապա չի կարելի նաև մյուսներին ու նրանք էլ պետք է մանդատից զրկվեն, ասել է ՔՊԱ-կանը։ Ընդ որում խմբակցությունում կարծիք կա, որ գործընկերները սարքեցին Վիլենի գլխին, որ փուռը տան նրան ու Գյումրիում կրած պարտության հիստերիան Փաշինյանը նրա գլխին թափի։ Թերթը նշում է, Գյումրու ՔՊ շտաբում այդ օրը եղել են գրեթե բոլոր հայտնի ՔՊԱ-կանները։ Շտաբի աշխատանքների կուրացիան Վահագն Ալեքսանյանն է իրականացրել։ ՔՊԱ-կանների հետ Վիլենը խմել է, իսկ ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ է լինում, երբ նա ալկոհոլ է օգտագործում, ուստի պետք է թույլ չտային, որ փողոց դուրս գար։ Ժողովուրդը գրում է մարտի 31-ին անհետ կորած զինծառայողների ծնողների հետ ազգային ժողովում կայացած հանդիպմանը եկել էր նաև Սրբուհի Գալյանը, սակայն ԱԺ իրարանցումից հետո ծնողները այդպես էլ ոչ լսել են նախարարի ձայնը, ոչ տեսել նրան նիստերի դահլիճից հեռանալուց հետո։ Թերթի հետ զրույցում նիստից առաջ Գալյանը ասել է, որ օրենք են քննարկել, բայց երբ ծնողները դահլիճում աղմուկ են բարձրացրել Գեգամ Նազարյանի հետ ու ԱԺ միջանցքում լեզվակռվի բռնվել, Գալյանը հուզվել լքել է դահլիճը։ Թերթը հիշեցնում է մարտի 31-ին անհետ կորած զինվորների ծնողները ԱԺ-ում հանդիպել են։ Պաշտոնյաների հետ հանդիպումը թեժ է անցել։ Նրանք պահանջել են, որ ներկայանան Արսեն Թորոսյանն ու Մեհեր Բիշարյանը, որը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենն է եղել։
Հրապարակն էլ գրում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա այս անգամ ներկայացնելու իր ղեկավարած համակարգի 24 թվականի հաղորդումը, որը ըստ օրենքի ԱԺ-ն քննարկում է ու ընդունում ի գիտություն։ 200 էջից 30-ը նվիրված է դատախազի միջազգային այցերին, հանդիպումներին, լուսանկարներով ցուցադրված է ճակերտավոր նվաճումները։ Հաղորդման համաձայն 23 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով, միջին ծանրության հանցագործություններինը 595-ով են նվազել, ծանր հանցագործություններն էլ նվազել են 598-ով, առանձնապես ծանր հանցագործությունները աճել 422-ով։